էլ եմ ասում, մեր հիմնական ասելիքը այսօրվա հետևյալն է, այս ընտրությունների, որ մենք եկել ենք ասել, որ խաղաղությունը հաստատվել երկրում եւ մենք պետքա տեր կանգնենք խաղաղությանը, որովհետեւ այսօր շատ է խոսվում դրա մասին, հիմա այդ խաղաղությունը կա, չկա, այդ խաղաղությունը հուսալի է, հուսալի չի, այդ խաղաղությունը լուրջ վերաբերվենք, լուրջ չվերաբերվենք, ես միշտ բերում եմ նորածին երեխայի օրինակը, նորածին երեխան երբ որ ծնվել է, մի օրեկան է, ինքը կա թե չկա, ինքը կա, երբ որ մի շաբաթական է, ինքը կա թե չկա, ինքը կա, ինքը ունի անուն, ազգանուն, ինքը մարդ է, ինքը քաղաքացի է, ինքը թանկ է, ինքը կարևոր է, ինքը սիրելի է, բայց եթե մենք իր նկատմամբ խնամք չտանենք, շանս չունի այդ երեխան։ Եվ հիմա խաղաղությունը այդ նույն երեխան է, որը ծնվել է, եւ նորածին է, մանուկ է, բայց այդեն այդ երեխան իր հետ իր ուրախությունը բերել է մեզ, որովհետեւ այն որ Հայաստանում որտեվ ընտանիքում երբ որ երեխա ծնվում ուրախանում են, չէ՞ բոլորը։ Մեր խաղաղությունն է որպես երեխա իր ուրախությունը բերել է 2 տարի արդեն Հայաստանի սահմաններին Ադրբեջանի հետ կրակահերթերից որևէ մեկը չի զոհվել, որևէ մեկը չի վիրավորվել։ Դա մեծ ուրախություն է մեզ համար։ Թոշակները, որ բացացել առողջապահության ապահովագրությունը հաստատվել, դա նաև խաղաղության շնորհիվ է, որովհետև եթե մենք վստահ չլինենք խաղաղության մեջ, կմտածենք այդ 100 միլիարդը ոնց ծախսենք այս նպատակի համար, պահենք մի ուրիշ նպատակի համար կանենք, պատրաստվելով պատերազմի եւ էսկալացիայի, բայց մենք գիտենք, որ խաղաղությունը վստահելի է, բայց ուզում եմ ասեմ, որ մյուս կողմից չմտածեք, թե մենք անվտանգությունը բաց ենք թողել, բանակը բաց ենք թողել եւ այս շահարկումների պատասխանը տալու համար է, որ մենք մայիսի 28-ին Երևանում զորահանդես հաշվետվություն ենք տալու ձեզ